Զինծառայությունից խուսափած 27-ից 37 տարեկան քաղաքացիներն այլևս չեն դատապարտվի։ Խորհրդարանն ամբողջությամբ ընդունեց նախագիծը, որով 5 տարբերակ է առաջարկվում՝ ծառայել 2 տարի կամ վճարել 2.5 միլիոն դրամ ու ծառայել 1 տարի, կամ 5 միլիոնի դիմաց ծառայել կես տարի, կամ էլ վճարել 10 միլիոն եւ ծառայել 1 ամիս։ 15 միլիոն դրամ էլ սահմանված է ընդհանրապես չծառայելու համար։ Մեկ այլ նախագծով առաջարկվում է պաշտպան հայրենյաց ծրագրով ծառայածներին ատեստավորված համարել ուսումնական փուլի ավարտին հանձնած քննությունների արդյունքներով, բայց պայմանով, որ զինծառայողը նշանակվի իր մասնագիտությանը համապատասխանող պաշտոնի։ Ատեստավորված է համարվելու նաև ռազմաուսումնական ինստիտուտն ավարտած զինծառայողը։ Առաջարկվում է պաշտպան հայրենյաց ծրագրով հնգամյա առաջին պայմանագրի ժամկետը լրանալուց հետո 2 կամ 5 տարով հերթական պայմանագիր կնքող զինծառայողների համար եւս նախատեսել պայմանագրի ժամկետի ավարտից հետո պատվովճար ստանալու հնարավորություն։ 2 տարվա դեպքում 1.5 միլիոն, 5 տարվա դեպքում 5 միլիոն դրամ։ Նախագծի վերաբերյալ ընդդիմադիրները հարցեր ունեին։ Երբ որ մենք խոսում ենք 5 տարի հետո պաշտպան հայրենյաց ծրագրով 5 եւ 2 տարի պայմանագիր կնքողներին, ապա չեք կարծում, որ սա անհավասար դաշտ է ստեղծում պայմանագրային մյուս ծառայողների համար, որոնք 3 տարի կամ մինչև միգուցե 5 անգամ երկարացնում են իրենց պայմանագրերը, բայց այսպիսի պատվովճար չեն ունենում։ Չեմ համարում, որ այստեղ անհավասարության խնդիր կա։ Մենք չենք կարող ոչինչ չանող, պարզապես համազգեստ հագնող մարդուն ու պատրաստականության բարձր աստիճան ունեցող զինվորականին հավասար կերպով նայել։ Ընդդիմադիր падգամավորներին մտահոգում է նաև զինծառայողների աշխատավարձերի էական տարբերությունը, որն ըստ նրանց նույնպես անհավասար պայմաններ է ստեղծում բանակում։ Օրինակ թիկունքային ծառայության շատ զինծառայողներ, որոնց ատեստացիայի դեռ հերթը չի հասել, ստանում են շատ ավելի նվազ աշխատավարձ, քան ատեստացիացած կամ պատվիրման ծրագրով։ Հարց է բարձրացվում թիկունքային աշխատողը ինչի է ավելի պակաս ստանում կամ քան հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանման զինվորները։ Ռիսկայնությունը, պարոն Մանուկյան, կյանքի հետ կապված ռիսկերով պայմանավորված։ Հարց չանցավ նաև տեսալսողական մեդիայի մասին օրենքի փոփոխության քննարկումը։ Իշխանությունն առաջարկում է արգելել Հայաստանում, բայց օտարերկրյա տիրույթներում հեռարձակվող հեռուստաալիքներում մեր երկրի ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակությունը։ Դեռ վաղուց մենք սա պիտի ամրագրած լինենք, որ կարգավորող մարմինը դրա շրջանակում իր վերահսկողական գործառույթները կատարեր։ Նախագծով հեռուստարադիո հանձնաժողովին լիազորություն է տրվում սանկցիա կիրառել եւ արգելել ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակությամբ հաղորդման հեռարձակումը մինչեւ վարույթի ավարտը։ Կարգավորող մարմինն ինչպես է որոշելու բովանդակությունը միջամտող է թե ոչ, հարցնում են ընդդիմադիրները։ Շատ սուբյեկտիվ է ձևակերպումը եւ այդ սուբյեկտիվությունը, որը տրվում է հրահին, ըստ ճաշակի թիմքի է լինելու, որը համարենք միջամտություն, որը չհամարենք միջամտություն։ Այստեղ չկա այն սահմանը, չկա այն գիծը, չկա այն չափանիշը, չափորոշիչը, որով կարողանա որևէ մարմին առաջնորդվել։ Հետևաբար այս ձևակերպումների ներքո բերել այս նախագիծը ու հրամցնել ոչ այլ ինչ է, քան իրավիճակից թելադրվող եւ գործող քաղաքական ռեժիմի ցանկությունները կատարելու ձգտում։ Մխիթար Հայրապետյանը նշեց, որ բոլոր կարգավորումները վերցված են դեռևս 2010 թվականից գործող Եվրոպական միության համապատասխան տեսալսողական մեդիա ոլորտը կարգավորող եվրադիրեկտիվներից հնարավորինս մեղմ ձևաչափով։ Արթուր Հակոբյան, Էպիկենտրոն։